Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 11-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք այդ օրը մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 11-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը առավոտյան ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, կամ երազը միգուցե, կամ ինչ-որ մի բան է, որը մտքերի մեջ եք, միայնության զգացում է, տատանվում եք, նաև ծանրութ հետև կանեք, ընտրության առջև կանգնած կլինեք, հանդիպում շփում որևիցե մասնագետի հետ, եւ այստեղ ուրախ եք, որովհետեւ բարի լուր կլսեք, շատ լավ լուր կլսեք, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց նաև այստեղ ամուսինը չի կարողանում վերադառնալ տուն այս պահին, եթե ասել էր, որ կգա, նաև ամուսնության հետ կապված, եթե ձեզ մոտ է հարսանիքը եւս այն ինչ-որ խոչընդոտներ կան կամ ինչ-որ բաները պատվիրելու համար, որ մարդիկ չկան կամ այդ ժամանակ զբաղված են, ինչ-որ մի բան է, որը կապված է, եւ իհարկե ուշադիր եղեք գործարքների ժամանակ դա եւս կարող է լինել խոչընդոտներ։ Բայց եթե գործարքում է, հետո արդեն ամեն ինչ կկարգավորվի։ Այստեղ եթե ուզում եք ինչ-որ մեկին եւս ամուսնության առաջարկ անեք, ինչ-որ մի բան ոնց որ այնպես չի ստացվում, դրա համար ճիշտ կազմակերպեք ամեն ինչ։ Յուրաքանչյուր բան ինչը որ կլինի այդ օրը, թեկուզ ընտանիքում կարևոր օր, ամուսնություն եւ այլն, ամեն ինչ ճիշտ կարգավորեք։ Եվ միգուցե խոչընդոտեք գնալ հարսանիք, այսինքն գումարի պատճառով դա կարող է լինել ինչ-որ մի բանի պատճառով։ Եվ այստեղ կարիերայում հաջողություն ունեք, առաջ խաղացում ունեք, այնպես որ աշխատանքում հիանալի է ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 11-ին։
Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլային է վերաբերվում։ Այդ օրը ինչ որ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, նաև ոչ է բաները ձեզ մոտ փակ է։ Պետական հիմնարկության հետ է կապված, միգուցե ժամն է արդեն ուշ չեք կարողանում ինչ որ գործեր անեք, կամ իրենցից է ինչ որ մի բան կախված եւ իրենք չեն անում, դրա համար էլ այստեղ փակ է։ Կարտերը լիարժեք չեն, ուզում պատասխանեն ինչ որ մի բան համենայն դեպս դեռ կլինի ձեզ մոտ, որը ցույց չեն տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 11-ին։ Հարգելի վագրեր, այդ օր առավոտյան, չգիտեմ ինչու, ինչ որ մարդու հետ եք վիճում, ինչ որ մեկի հետ կվիճեք։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ է երիտասարդ տղայի հետ, կամ գործի բերումով է, կամ սիրային առումով է, ձեր գործերը առաջ կմղեք, ճիշտ է ոչ շատ, բայց կկարողանաք առաջ մղել։ Այստեղ նաև ձեր երկրորդ կեսն է կարծես թե հիվանդ կամ ընտանիքի անդամներից ոչ է մեկն է հիվանդ, իրեն պետք է խնամեք, կամ իմանում եք, որ հիվանդ է, կամ ձեր հարաբերություններն են հիվանդացել, հա, այդպես կարելի ասել։ Ինչ որ մի բան այնպես չէ հարաբերություններում։ Կամ հիվանդ են, երկրորդ կեսը։ Նաև եթե պետք է գնաք հարսանիքի, հիվանդ եք եւ դե կարող մտածում եք դեռևս գնաք թե ոչ։ Ամուսնության առաջարկը այստեղ եթե հիվանդ եք, ոնց որ կարող է ամուսնության առաջարկ անեն ձեզ, կամ դուք անեք, բայց ինչ որ մեկը հիվանդ է, այդպես հիվանդ գնաք։ Սպասման մեջ եք լինելու եւ տխրում եք։ Երեկոյան տխրում եք ինչ որ մի բանից, միայնակության զգացում ունեք եւ հետո հանդիպում կամ շփում կունենաք տարեց անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, միգուցե տանը մենակ եք եւ դրա համար այդպես մելամաղձոտ վիճակ է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 11-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, կամ այն լուրը, որը ուշանում էր, դա է, կամ ինչ-որ մի բան է, որ էլի լավ լուր է ձեզ համար, ինչ-որ մի բան ուշանում է, դա եւս ձեզ համար ուրախալի է, ուշանում է կամ երկարաձգվում է, այդպես, ինչ-որ մի բան ձեզ ուրախացնում է, կտրուկ քայլեր կանեք, ինչ-որ գործողություններ կամ անսպասելի ինչ-որ մի բան տեղի կունենա, որից հետո չեք կարողանում գործերը առաջ մղել, կամ դուք կտրուկ ոչ մի բան կորոշեք անել, եւ մյուս գործերը կթողեք, կմնան։ Նաեւ օրվա ընթացքում ձեր գործերում, հարաբերություններում ինչ որ ոլորտ, զարգացում ունի, առաջ խաղացում։ Նաեւ առողջության հետ դա կարող լինել կապված յուրաքանչյուր ոլորտ։ Ոմանք հիվանդանոց կարող են այցելել ինչ որ մեկին տեսակցության կամ բժշկական կենտրոն, ինչ որ կոսմետոլոգի մոտ եւ այլն։ Կամ դուք եք բարգած հիվանդ։ Ոմանց սերկ խոստովան են, դուք սերկ խոստովան եք, շատ սեր կստանաք 4 կողմից, եթե հիվանդ եք, այդպես բոլորը սիրով կպարուրեն ձեզ, նաև հարազատների հետ կշփվեք։ Եվ հույսով եք, որ ամեն ինչ լավ կլինի, հույսով եք, որ կկարգավորվի ինչ-որ մի բան ձեզ մոտ, եւ այստեղ երկեսանիներ կան, որովհետեւ ձեր կարիերան մի փոքր առաջ խաղացում ունի, ինչ որ ձևով ձեզ կարող են ավելի լավ առաջադրանքներ տան, այդպեսով դուք կարող եք նաև առաջ գնալ եւ սկսում են երկեսանի մարդիկ հավաքվել ձեր շուրջը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 11-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը կամ դուք եք հիվանդ, դրա համար եք տխրում, կամ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա, դրա համար եք տխրում, ինչ-որ մի բան է հիվանդության հետ կապված։ Կամ պետք է գնաք ստուգվելու, դրա համար տխրում եք։ Նաև օրվա ընթացքում զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք, յուրաքանչյուր ոլորտ դա կարող է լինել, գումար կստանաք կամ գումար կծախսեք, դա տանվում եք, ծանր ու թեթև եք անում եւ ընտրության առջև կանգնած կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոչերի։ Ինչ է սպասվում օձերին մարտի 11-ին։
Հարգելի օձեր, քարտերը այդքան էլ շատ չեն ուզում պատասխանել, նայեք նաև ձեր ամսվա նշանը։ Այդ օրը ոչ է նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, ոչ է փաստաթուղթ կստանաք, փաստաթղթերի հետ կապված ոչ է գործեր կանեք եւ նաև փաթեթ կստանաք։ Եվ ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չմոլորեցնեն, նաև կաղա ինչ-որ մի բան փուչիկի նման պայթում է, ինչ-որ մի գաղտնիք է, որը այդպես կիմանաք։ Ող այդ նամակի միջոցով է, կաղա տեղեկատվության միջոցով է։ Եվ էլ ուրիշ բան չկա, և ոնց որ կիսատ է, լինում, ինչ-որ մի բան էլ ևս տեղի կունենա, դա նայեք ամսվա նշանով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մարտի 11-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը մտքերի մեջ եք լինելու, ինչ-որ մեկի մասին կմտածեք, կամ ինչ-որ բանի մասին կմտածեք, նաև հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են բացվում ձեր առջև, հիվանդանոցում կամ ինչ-որ մեկ ունեք, կամ կգնաք ոչ է բժշկական կենտրոն, կամ դուք եք գուցե վատառողջ, բայց այդտեղ երկար կմնաք, կգնաք միգուցե հիվանդանոցում եք երկար մնալու, կամ նաև ինչ-որ բան է ուշանում, ինչ-որ բան է կանգնած, դեռ ինչ-որ չի գալիս, չեք ստանում։ Սեղանի շուրջ եք նստելու և կողեք հուզվել։ Միգուցե ինչ-որ կենաց մենաց են ասում, հուզվում եք այդ կենացից, կամ միգուցե այստեղ այնպիսի մարդկանց հետ եք, որ հուզվում եք իրենց ներկայությունից։ Կամ կողայ ժամադրության եք գնացել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մարտի 11-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում, այդ օրը մտքերի մեջ կլինեք, ինչ-որ բանի մասին կմտածեք, կամ ինչ-որ մեկի մասին կմտածեք, նաև այդ օրը զարգացում առաջ խաղացում ունեք, եթե հիվանդ եք, կամ եթե հիվանդ ունեք, ապա եւս, ոնց որ արդեն փոփոխություն դեպի լավը։ Խոսեք կամ կհանդիպեք որևիցե մասնագետի հետ, ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ, եւ հույսով այդպես էմոցիոնալ սպասում եք ինչ-որ բանի, եւ ինչ-որ բան չի ստացվում, կամ առավոտյան չի ստացվում, կամ երեկոյան չի ստացվում։ Դա ոնց որ կարող են ձեզ նաև մոլորեցնել այդ հարցում, կամ նաև արդեն իսկ մոլորեցրել են, եւ դուք մտածում եք, որ դա կլինի կամ ինչ-որ մեկը կանի դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 11-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու, նաև ինչ-որ խոչընդոտներ կան, միգուցե սիրո հետ է կապված, միգուցե չեք կարողam հանդիպել ձեր սիրելին, տեսնել ձեր սիրելին, ինչ-որ մի ձևով կարող է խոչընդոտներ կան իրար հետ։ Ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նաև կարող եք այդ օրը ժամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ, եւ հեռախոսազանգ ունեք։ Կարևոր հեռախոսազանգ է, որ ընկնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մարտի 11-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը կարիերայի հետ կապված այդքան էլ է, նվազում է, շատ աշխատանքություն եք առավոտյան, կամ գործ չեք անի, դա նաև դա է նշանակում, որ կամ գործ չունեք, կամ չեք անում ոչինչ։
Եվ ուշադիր եղեք այդ օրը, որպեսզի ձեզ չմոլորեցնեն, նաև դա կարող է լինել փուչկի նման ինչ-որ մի բան է պայթում ձեզ համար, ինչ-որ բան եք իմանում, եւ ոչ է բան էլ կուշանա, այստեղ մոտավորապես 2.5 ամիս կուշանա այն, եւ ոմանք այդ օրը կարող են ընդունվել աշխատանքի, բայց արդեն մի փոքր ուշ կարող են ձեզ կանչել հարցազրույցի կամ խոսակ վարչապետական աշխատողի հետ, ինչ-որ մի բանը մի փոքր աշխատանքի հետ կապված, մի փոքր ուշ է տեղի ունենում, օրվա վերջ, հա, կամ կզանգահարեն կամ կխոսեք միգուցե աշխատանքի մասին, կամ բիզնեսը առաջ կտանեք արդեն օրվա երկրորդ կեսից հետո։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին մարտի 11-ին։ Հարգելի շներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որեթե հարցեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, նաև այստեղ դատական համակարգ, որտեղ ամուսնության հետ կապված հարցեր կան, միգուցե ԶԱԳՍ է, գնում եք ԶԱԳՍավորվելու կամ գնում եք օր վերցնելու։ Նաև ոմանց ամուսնության առաջարկ կանա, սիրոխոստովանություն, ոմանց հրավերք, որեթե հարսանիքի, նշանադրության կամ գործարք է սա, որ կգնաք պետական հիմնարկություն եւ այնտեղ ինչ-որ ստորագրություն է, գործարք կկնքեք, նաև դա ցիկլային գործ է, ոնց որ ամբողջ օր ինչ-որ մի բան կանեք։ Տան հետ կապված իրադարձություններ ունեք այդ օրը, միգուցե առիթ է, ծնունդ է, տեղափոխություն է, մաքրություն եւ այլն, յուրաքանչյուր բան միգուցե տան հետ է կապված այս գործարքը։ Հեռախոսազանգ ունեք եւ կիմանաք, որ ինչ-որ մի բան դեռ ուշանում է, դեռ պետք է սպասեք մոտավորապես 2.5 ամիս եւ ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք կամ դուք եք ուշ տուն գնում, կամ ինչ-որ մարդիկ են ուշ տուն գալու, ընտանիքի անդամները։ Այսքանը ձեզ համար, կամ ուշ եք ավարտելու ինչ-որ մի բան։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 11-ին։
Հարգելի վարազներ, նաև խոզեր եք նշանակում։ Հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեք կամ գնալու եք վեցաբժշկական կենտրոն, գուցե այնտեղ բուժզնման կամ հիվանդատես կամ կոսմետոլոգի մոտ նաև, կամ դուք եք առավոտյան արթնանում մի փոքր ձեզ վատ եք զգում։ Սպասման մեջ եք լինելու հետո ինչ-որ մեկին եք սպասում կամ ինչ-որ բանի միգուցե բժշկին։ Գործերը ձեր առաջ կմաղեք այդ օրը, այն ինչքան որ կարող եք, ամենայն դեպս բավականին շատ առաջ կմաղեք, լավ լուր կլսեք օրվա ընթացքում, բարի լուր կլսեք եւ օրվա վերջ երգ եք փնտրելու, ինչ որ մի հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։